Եվ վստահաբար ասում եմ, որ իր մեթոդներով մենք այլևս լուրջ զարգացում չենք կարող ակնկալել։ Համակարգային մեր բոլոր փողոցների հիմքում պետք է լինի մարդը, նա պետք է լինի երկրի գլխավոր հերոսը։ Մեր երկրի գլխավոր հերոսը պետք է լինի ոչ թե չինովնիկը պաշտոնյան, այլ այն մարդը, ով բարիք է ստեղծում երկրի համար, մեր ժողովրդի համար։ Մեր մեծ հայրենակի Շահ Նազարովի հարցադրումը, թե ինչպես կանգնեցնել արտագաղթի աղետալի գործընթացը, վստահ եմ ունի հստակ պատասխան։ Պետք է ամեն ինչ անել, որ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փոխվի, երկրի գործարար միջավայրը բարելավի, ստեղծել նոր աշխատատեղեր, ելույթի ամենակարևոր խնդիրը զբաղվածության խնդիրը։ Այ մարդը, եթե աշխատանք ունենա, եթե կարողանա պահել իր ընտանիքը, նա երբեք ու երբեք չի լքի իր հայրենիքը։ Այո, տնտեսությունը անհրաժեշտ է լրջագույն ներդրումներ, դրսի կապիտալ, որպեսզի հնարավոր լինի ստեղծել նոր աշխատատեղեր, եւ նոր անչափ կարևոր է չխանգարեն աշխատող մարդուն եւ ստեղծեն անարգի խոչընդոտներ։ Սա կբերի երկրի տնտեսական վիճակի բարելավման, ինչտեղ բնականաբար մարդուն կպահի իր հողի վրա իր հայրենիքով։ Մենք չպետք է մոռանանք, մեր երկրի ամենաուժեղ զենքը բաժանապատի եւ բարեկեցի կյանքով ապրող մարդն է, ով սիրում է իր հայրենիքը, եւ այսօր մենք պարտավոր ենք ընդունել, որ մեր տնտեսական վիճակի կտրուկ փոփոխությունը դարձել է ազգային անվտանգության խնդիր։ Հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք, սա է մեր կարգախոսը, եւ մենք գիտենք ինչպես հասնել այդ ամենին։